Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները, թե ամեն գնով գրավելու են Շուշին, կամ օրեր առաջ իրենց իսկ կողմից շրջանառվող բացահայտ սուտ լուրը, թե իբր Շուշին արդեն իրենցն է, մեր հասարակության ու բանակի համար արդեն նորություն չէ։ Տեսագրությունում թշնամու Ղուսարում տեղակայված ռեզերվային 4-րդ բանակային կորպուսի 651-րդ մոտորաձգային բրիգադի 3-րդ գումարտակի ճակերտավոր հզորներն են։ Հպարտանում են իրենց տրամադրության տակ գտնվող իսրայելական արտադրության Sendkat զրահապատ մեքենայով ու զինվորականի խոսքից հասկացվում է սա. մութը կընկնի ու Շուշիից տեսարան չենք տեսնի։ Քիչ է մնացել մինչև մտնելը։ Անցավ մի քանի ժամ։ Սա այն է, ինչ մնացել է հակառակորդի զրահապատ Շուշին գրավել պատրաստվող ավտոշարասյունից։ Շեխեր, Կարմիր շուկա, Թաղավարտ հատվածում պաշտպանության բանակի ստորաբաժանումները ոչ միայն ոչնչացրել են հատուկ նշանակության մարտիկներ տեղափոխող թուրքական Կիպրի զրահափոխադրիչը, այլ նաև առգրավել իսրայելական արտադրության զրահապատներից երկուսը։ Ադրբեջանահաբեկչական էլիտար ստորաբաժանումները այստեղ էլ գրել են մարդկային ու տեխնիկայի զգալի կորուստներ։ Հատկանշական է, որ լուսանկարներից մեկում հստակ երևում է ադրբեջանական սահմանապահների համազգեստը։ Սիրիական ահաբեկիչները հակառակորդի բանակի կազմում կրում են հենց այդ համազգեստը։ Ժամեր անց մարտական գործողության վայրում արդեն նկարահանումներ էր իրականացնում պաշտպանության բանակի նկարահանող խումբը։ Մեր գյուղի տղաներով Թաղավարտի եկել ենք բարձրացել հետևից գանտամուտը խփել մի անգամից, այդ մի տեխնիկան տեղ վառել, մեջը զոհ են թողել, մի քանիսը փախել են, կարակել են գնան վերև ընկած, մեկն էլ տղաներն են պուլեմոտով բանով ԱԳՍ-ով կարակել, շուռա եկել, մեկն էլ նոր մի քիչ զորում էր,